Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Վաղաժամ է համարվում այն ծննդաբերությունը, որը տեղի է ունենում հղիության 22-ից 37-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում, ավելին գինեկոլոգի հետ հարցազրույցի ընթացքում։ Արդյոք բոլոր նորածիններին է անհրաժեշտ վիտամին D, ինչու՞մն է կայանում դրա անհրաժեշտությունը։ Հեռուստադիտողի ուղարկած նամակը քննարկում ենք տաղավարում մասնագետի խորհուրդների օգնությամբ։ Արդյոք Հայաստանում գործում են սպորտային և արվեստի անվճար խմբակներ, մենք մատնացույց կանենք։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամբողջ աշխարհում վերջին տասնամյակներում շուրջ 20%-ով ավելացել է վաղաժամ ծննդաբերությունների քանակը։ Մասնագետները սա բացատրում են տարբեր տեսակի քրոնիկ հիվանդությունների վիճակագրական աճով։ Մեր օրերում նկատելիորեն ավելացել է նյութափոխանակության խանգարման համախտանիշով, շաքարային դիաբետով, այլ քրոնիկ և համակարգային հիվանդություններով հիվանդացությամբ մարդիկ։ Բժիշկները մատնանշում են, որ եթե նախկինում նմանատիպ հիվանդություններով մարդկանց խորհուրդ չէր տրվում երեխա ունենալ, ապա ժամանակակից բժշկագիտությունը հնարավորություն ունի ապահովել ռիսկի խմբի հղիության առավելագույնս անվտանգ ու վերահսկերի վարումը։ Հնարավոր է արդյոք կանխարգելել վաղաժամ ծննդաբերությունը, որ կանայք են ռիսկի խմբում, այս և այլ հարցեր կքննարկենք գինեկոլոգի հետ։ Մայրիկների ակումբում է գինեկոլոգ Անահիտ Անանյանը։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Այսօր խոսելու ենք վաղաժամ ծննդաբերությունների մասին։ Ես արդեն նշեցի, թե որ ծննդաբերությունն է վաղաժամ կոչվում, փաստորեն 22-ից 37 շաբաթականների միջև ընկած ժամանակահատվածում, երբ տեղի է ունենում ծննդաբերություն։ Այո, ամբողջ աշխարհում վաղաժամ ծննդաբերություն համարվում է 22-ից 37 շաբաթական ընկած ժամանակահատվածում, երբ հղիությունն ընդհատվում է։ Վաղաժամ ծննդաբերություն ամբողջ աշխարհում համարում է, երբ պտուղը 500 գրամից անց է լինում, արդեն համարում են նրան կենսունակ և ամբողջ աշխարհում հնարավորություն ունեն այդ 500 գրամանոց նորածնին կարողանում են պահել հատուկ խնամքի և այդ իսկ պատճառով առաջիներում վաղաժամ էին համարում 28-ից մինչև ավելի ուշ 37 շաբաթական հղիությունը, ներկայումս 6 շաբաթ տարբերությամբ։ Ներկայումս համարում են 500 գրամանոց արդեն նորածինը համարում են կենսունակ և հնարավորություն ունեն պահելու, խնամելու և հետագայում նրան լիարժեք երեխա դարձնելու նպատակով։ Բայց նաև այդ դեպքերում, երբ որ ծնվում են 500 գրամանոց և մինչև 1 կիլոգրամանոց երեխա, մի քիչ բարդ է խոսել նրա հետագայի մասին, որտեղ խոսքը վերաբերվում է այդտեղ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների հետ և մի շարք այլ բարդությունների աչքի ռիսկերը բազմազան են և ռիսկերը բավականին մեծ են։ Վաղաժամ ծննդաբերության կլինիկան արտահայտվում է այն դեպքերում, երբ որ կինը նախապես ունենում է կծկանքանման ցավեր, այսինքն լինում է արգանդի տոնուսի բարձրացում և վաղաժամ արտահոսում են պտղաջրերը, այսինքն մինչ 37 շաբաթական, որևիցե ինֆեկցիայի հետևանքով կարող է առաջանալ վաղաժամ ծննդաբերություն, ինչու չէ նաև սովորական սուր ռեսպիրատոր վարակիչ հիվանդությունը կարող է առաջացնել վաղաժամ ծննդաբերության։ Պատճառները կրկին այստեղ բազմազան են և բազմաթիվ են և կապված են թե մոր կողմից, թե պտղի կողմից։ Բժշկական ցուցումներով վաղաժամ ծննդաբերություն լինում են նաև այն դեպքերում, երբ ուլտրաձայնային հետազոտության հետևանքով հայտնաբերվում են պտղի մոտ ներարգանդային արատ, որը որ չի հանդիսանում կյանքի հետ համատեղելի։ Այդ դեպքերում բժշկական ցուցումներով բացատրվում է երկու ծնողներին և գալիս են համաձայնության և հետագայում ընդհատվում է այդ հղիությունը։ Բայց կան մի շարք բազմաթիվ արատներ, որոնք որ կյանքի հետ համատեղելի են և սպասում ենք նման դեպքերում մինչև ժամկետային ծննդաբերություն և ծննդաբերությունից հետո նոր հետազոտվում է նման պտուղը։ Բժշկուհի, այ պատկերացնենք սկսվել են, դուք նշեցիք կծկումներ են լինում, ցավեր են առաջանում, արգանդի լարվածություն, այ հնարավոր է կանխել վաղաժամ ծննդաբերությունը, որ դեպքերում է հնարավոր։ Հնարավոր է կանխել վաղաժամ ծննդաբերություն, նախ և առաջ կատարվում է մի շարք կլինիկա լաբորատոր հետազոտություններ, նման պարագայում հղի ուղեկցվում է ստացիոնար բուժման, ստանում է համապատասխան հղիությունը պահպանող թերապիա, նաև անկողնային ռեժիմ, ինչու չէ նաև անկողնային ռեժիմ, որտեղ ցանկացած ստրեսը, լարված իրավիճակը, ֆիզիկական աշխատանքը, հոգեկան
լարված իրավիճակները բերում են վաղաժամ ծննդաբերության։ Այդ իսկ պատճառով մի որոշակի ժամանակով, այսինքն մի քանի օր, այսպես կարելի է ասել, հղի կինը լինում է ստացիոնար բուժման մեջ, ստանում է համապատասխան դեղորայք, ստանում է բուժում, լինում է դինամիկ հսկողության տակ, եւ գտնում ենք ինչ պատճառների հետևանքով առաջացել, եւ որ բուժման հետևանքով ստանում ենք արդյունք, որ լավացման, ապա այդ դեպքում հղի կինը ուղարկվում է տուն, հետագայում արդեն նորից հսկողության տակ եւ նշանակվում է համապատասխան դեղորայք ստանալու, որպեսզի նորից չկրկնվի։ Իսկ լինում են դեպքեր, երբ արդեն պարզապես անհնար է սպասել նույնիսկ այո, երբ որ կինը գալիս է ծննդաբերական գործունեության մեջ, այսինքն երբ կատարվում է ներզննում եւ կինը լինում է ծննդաբերական գործունեության մեջ, որի հետևանքով հնարավոր չէ արդեն պահպանող թերապիան, չնայած որ եթե լինում է վաղաժամ, մենք փորձում ենք կատարել այն ամենը, որպեսզի վաղաժամ չլինի, բայց դե բնության դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել, այդ իսկ պատճառով նման դեպքերում կինը ծննդաբերում է։ Կան կանայք, ովքեր ռիսկի խմբում են, այօրինակ հենց հղիության սկզբում գինեկոլոգները ենթադրում են կամ որոշակի հետազոտությունների արդյունքում հասկանում են, որ այս կանանց մոտ ռիսկը վաղաժամ ծննդաբերության շատ ավելի մեծ է։ Այո, նման կանայք կան, դրանք այն կանայք են, որոնք որ մինչ 18 տարեկանը այո, հղիները 35 տարեկանից բարձր կանանց մոտ կարող է լինել նախկինում, եթե այդ կանայք ունեցել են մի քանի արհեստական հղիության արհեստական ընդհատում, ունեցել են վիժումներ, ինքնաբեր վիժումներ, նաև եթե ունեն վատ սովորություններ, այսինքն ծխելու հակում, ալկոհոլ օգտագործելու հակում եւ ինչու՞ չէ նաև հիմա շատ լայնորեն տարածված է ինֆեկցիաները եւ որևիցե ինֆեկցիաների դեպքում նաև կարող են առաջացնել վաղաժամ ծննդաբերություն։ Կան որոշ դեպքեր, երբ գինեկոլոգները պատրաստ են։ Այո, ցանկացած գինեկոլոգ նախապես զգուշացնում է իր հղին, որպեսզի զգոն լինի, նախապես տալիս են թերթիկներ, որտեղ գրված է, որ պայմաններում շտապ պետք է դիմել ստացիոնար եւ որ պայմաններում պետք է շտապ դիմել գինեկոլոգի։ Այո, կախված նրանից, եթե իրանք վաղ դիմեն, հնարավոր է ամեն ինչ կանխել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ D վիտամինը հայտնաբերվել է 1922 թվականին ու քանի որ այն թվով 4-րդն էր, դրա համար էլ կոչեցին լատինական այբուբենի 4-րդ տառով։ Հետո ավելի ուշ հայտնաբերեցին, որ մարդը կարող է D վիտամին սինթեզել արևի լույսից, ավելի ճիշտ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Վիտամին D-ն չափազանց կարևոր է առողջության համար։ Այն կարգավորում է կալցիումի եւ ֆոսֆորի յուրացումը, լավացնում իմունային համակարգը։ Այն նաև շատ կարևոր է մկանների, ատամների եւ ոսկրերի համար։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այս վիտամինը կարևոր դեր է կատարում շատ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու գործում, օրինակ սկլերոզի, սրտային եւ բակտերիալ ինֆեկցիոն հիվանդությունների։ Այսօր Հայաստանում մանկաբույժները մայրիկներին առաջարկում են երեխային ծնված օրվանից տալ վիտամին D։ Ինչու, որքան ժամանակ, ինչ հիվանդություններ է կանխարգելում վիտամին D-ն, կպարզենք հաջորդ տեսանյութի ընթացքում։ Փոքրիկ գեղեցկուհի Արեգան արդեն 6 ամսական է։ Նա մայրիկի հետ շատ ուշադիր հետևում է մանկաբույժի բոլոր խորհուրդներին ու ցուցումներին։ Նախքան փոքրիկի ծնվելը մայրիկը հաճախ էր լսել D վիտամինի կարևորության մասին։ Իսկ փոքրիկի ծնվելուց հետո մանկաբույժը խորհուրդ տվեց մայրիկին երեխային ամեն օր D վիտամին տալ։ Շատ մայրիկների նման Արեգայի մայրիկն էլ այս թեմայի հետ կապված բազմաթիվ հարցեր ունի։ Արդյոք օրինակ գարնանն ու ամռանը եւս անհրաժեշտ է շարունակել վիտամին D-ի օգտագործումը։ Վիտամին D դա պրեպարատ է, որը նպաստում է երեխայի ոսկրերի ճիշտ զարգացմանը եւ աճին։ Վիտամին D-ն նշանակվում է կյանքի առաջին օրերից եւ ամբողջ մինչեւ 1 տարեկան հասակը։ Նշանակվում է խոլեկալցիֆերոլ, այսինքն վիտամին D3-ի ջրային լուծույթի ձևով օրական 1 անգամ 1 կաթիլ չափաբաժնով, որը ապահովում է երեխայի օրական պահանջը։ Դա պարտադիր է եւ անպայման պետք է նշել նաեւ, որ պետք է ստանա երեխան առանց սեզոնային ընդհատումների մինչեւ 1 տարեկանը
Վիտամին D-ն անփոխարինելի է երեխայի ոսկրային համակարգի զարգացման համար։ Փոքրիկի օրգանիզմում վիտամին D-ի պակասը հանգեցնում է ոսկրերի դեֆորմացիաների, ինչպես նաև հիմք է հանդիսանում ռախիտ հիվանդության առաջացման համար։ Այս վիտամինը բարձրացնում է նաև օրգանիզմի դիմադրողականությունը մաշկային հիվանդությունների, օրինակ պսորիազի դեմ։ Օրգանիզմում D վիտամինի բավարար քանակությունը կանխարգելում է նաև սիրտանոթային հիվանդությունների առաջացումը։ Երեխայի անհանգստությունը, մկանային թուլությունն ու առատ քրտնարտադրությունը վիտամին D-ի բացակայության առաջին ախտանիշներն են։ Օրական 1 կաթիլ D վիտամինը պարտադիր է թե կրծքով եւ թե արհեստական կաթնախառնուրդներով սնվող փոքրիկների համար։ Կրծքի կաթը դա անփոխարինելի սնունդ է երեխայի համար մինչև 1 տարեկանը, բայց կրծքի կաթում վիտամին D-ի քանակը քիչ է, եթե անգամ մայրը ստանում է վիտամին D բավարար չափով։ Ադապտացված կաթնային խառնուրդ ծնվող երեխաների համար եւս նույն չափաբաժինն է, նույն ձևով, եթե երեխան օրական 1 լիտրից ավելի քիչ է սնվում, որտեղ միայն 1 լիտրում է ադապտացված կաթնային խառնուրդում պարունակում 400 միավոր։ Այսինքն, եթե անգամ երեխան սնվում է արհեստական եւ ադապտացված կաթնային խառնուրդով, միևնույն է, եթե քանակը օրական 1 լիտրից քիչ է, նույն ձևով պետք է ստանա իր վիտամին D-ն։ Հայ մայրիկների տարածված սխալներից է արևոտ եղանակներին D վիտամինի ընդունումը փոխարինել արևային լոգանքներով։ Իհարկե, ուլտրամանուշակագույն B ճառագայթներն ապահովում են վիտամին D-ի սինթեզը, սակայն ոչ անհրաժեշտ քանակությամբ։ Հետազոտություններն ապացուցել են, որ արևային լոգանքները չեն կարող ապահովել երեխային անհրաժեշտ օրական 400 միավոր վիտամին D-ի քանակը, որը մինչև 1 տարին լրանալը անփոխարինելի է երեխայի աճի ու զարգացման համար, անկախ եղանակային պայմաններից։ Մայրիկների ակումբը օրվա ընթացքում ստանում է բազմաթիվ նամակներ։ Խորհրդակցելով տարբեր մասնագետների հետ մենք փորձում ենք պատասխանել դրանց։ Նամակներից որոշներին հեղինակների խնդրանքով պատասխանում ենք տաղավարում, տարբեր մասնագետների հետ հարցազրույցների ընթացքում։ Այսօր հերթական նամակը քննարկելու նպատակով տաղավար ենք հրավիրել հոգեբանի։ Մայրիկների ակումբում է հոգեբան Անի Հովհաննիսյանը։ Ողջույն Անի։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք, հիմա մեր տաղավարում եք եւ ձեզ այդ զրույցի ընթացքում մենք կօգնենք մի մայրիկի, ով մեզ դիմել է նամակ խնդրանքով։ Հուսամ, որ հարցազրույցից հետո նա կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները։ Իդեպ տաղավարում մեզ հետ այսօր գեղեցկադեմ երիտասարդներ են Սուրենը եւ Ալեքսը։ Ողջույն տղաներ։ Լավ եք։ Ողջույն։ Դուք շարունակեք խաղալ, իսկ մենք արդեն անցնենք նամակի քննարկմանը, նախ եւ առաջ ուզում եմ ընթերցել նամակը։ Սիրելի հոգեբան, ակնկալում եմ գործնական խորհուրդներ, որպեսզի կարողանամ օգնել տղայիս։ Նա ընդամենը 5 տարեկան է, ամեն փոքր առիթով լաց է լինում, շատ ամաչկոտ է, չի սիրում բակում տղաների հետ խաղալ, շփվող չէ։ Չգիտեմ դա նրա բնավորությունն է, թե մեր դաստիարակության թերացումը։ Սա խնդրի մի կողմն է։ Մյուս կողմից ինձ ահավոր նյարդայնացնում է մեր ընտանիքի անդամների վերաբերմունքը, հայրիկի, պապիկի, հորեղբոր, երբ տղաս լաց է լինում, առանձնանում է, չի իջնում բակ, ասում են անընդհատ դու ղզիկ ես, աղջկա պես լացում ես, նման նախադասություններով վիրավորում են երեխայից։ Ես չեմ կարողանում միջամտել, քանի որ ինձ են մեղադրում, թե շատ նուրբ ու փափուկ եմ պահել, բայց զգում եմ, որ ամեն անգամ նման պիտակներ լսելով երեխաս ավելի է ընկճվում, նեղվում, առանձնանում։ Ահա, Անի, նամակը ես կարծեմ ձեզ ամեն բան պարզ ու հասկանալի է, իհարկե լավ կլիտեր մայրիկն այստեղ լինել, նրա հետ անմիջապես խոսեինք, բալիկին ճանաչեինք, բայց նամակների քննարկման առանձնահատկություններն էլ սա է։ Ինչ խորհուրդ կարող ենք տալ մայրիկին, 5 տարեկան տղա, ով ամաչկոտ է, սիրում է առանձնանալ, այ բնութագրում էր մայրիկը ու բնութագրում էր սրանք որպես ցավոք սրտի բացասական հատկանիշներ։ Մայրիկի նամակից կարող ենք ենթադրել, որ գործ ունենք բավականին զգայուն, այսպես երեխայի հետ, ում տեսակը այնուամենայնիվ այդքան էլ չի ընկալվում ծնողների կողմից ու շրջապատի կողմից, թերևս սպասելիքները փոքրինչ այլ են եղել, որ նա կլինի գուցե ավելի համարձակ, գուցե ավելի ակտիվ, վճռական, համառ, այս տեսակ դրսևորումներով, բայց ասեմ, որ շատ կարևոր է ընդունել երեխային այն առանձնահատկությունները, որով ինքը ծնվել եւ լույս աշխարհ է եկել, որովհետեւ հակառակ դեպքում փորձելով նրանից ստանալ մեկ ուրիշ կերպար, որը իրեն չի համապատասխանում, մենք ավելի
մեծ լարվածություն, ստրեսներ ու անհանգստություն ենք պատճառելու երեխային։ Շատ կարևոր է նախ եւ առաջ փորձել հասկանալ հենց նրա տեսակը, ընդունել տեսակը, հետո նոր օգնել երեխային որոշակի դժվար իրավիճակներում փորձել դրանք հաղթահարել։ Անի, սա տեսակ է, մայրիկը հարցնում էր, թե դաստիարակության արդյունք։ Զուտ հիմնվելով միայն նամակի վրա դժվար կլինի հստակ պատասխան տալ տեսակի հետ գործ ունենք, թե երեխան ուղղակի դժվար իրավիճակին է նման կերպ արձագանքում, դրա համար էլ առաջարկում եմ մայրիկին ավելի ուշադիր լինել, բայց ամենայն հավանականությամբ, եթե երեխան ամեն դեպքում հաճախակի հուզվում է, չի ցանկանում մյուսների հետ շփվել, գործ ունենք գուցե մի քիչ ավելի խառնվածքով, ինտրովերտ, հա, մի քիչ ավելի զգայուն, գուցե ներամփոփ ավելի երեխայի հետ, ում պահանջը չի անընդհատ շփման մեջ լինել, անընդհատ ինչ-որ ակտիվություն դրսևորել, ու այս տեսակի ընկալումն ու նրան համապատասխան դաստիարակության մեթոդների ընտրությունը շատ կարևոր է երեխային օգնելու, աջակցելու համար։ Փաստորեն առաջին խորհուրդը, որ կարող ենք տալ մայրիկին, ճանաչել երեխային, հա, հոգեբանի կարծիքով իհարկե շատ լավ կլիներ, որ մենք երեխային ճանաչենք տարբեր իրավիճակներում, բայց ձեր երեխան ինտրովերտ երեխա է, այ նույնիսկ համացանցում կարելի է կարդալ, ուսումնասիրել, ինչ տեսակի երեխաներ են նրանք, ինչ վերաբերմունք են պահանջում։ Սա խառնվածքի, հա, սովորական բնավորության կամ խառնվածքի տեսակ է, պարզապես ծնողը պետք է իմանա, թե ինչպես արձագանքի, ինչպես վերաբերվի նման երեխաների։ Անպայման շատ կարևոր է հասկանալ երեխայի տեսակը ու ըստ դրա նոր որոշակի դաստիարակչական մեթոդներ կիրառել, որովհետև ըստ էության չկան ճիշտ կամ սխալ դաստիարակչական մեթոդներ, կան երեխային համապատասխանող եւ չհամապատասխանող մեթոդներ։ Այստեղ մյուս դժվարությունը, որ տեսնում եմ մայրիկի ու նաեւ վստահ եմ երեխայի համար, դա սպասելիքների տարբերությունը ընտանիքի տարբեր անդամների կողմից, հա, կարծես թե մայրը այնքանով, որքանով ընդունում է երեխայի որոշակի տեսակային առանձնահատկությունները, բայց մյուս ընտանիքի անդամների մոտեցումը ակնհայտ չընդունող է։ Դե ցավոք սրտի, որովհետև կրկին առաջ է գալի հայ հասարակության այդ կարծրատիպային մտածելակերպը, որ տղան չպետք է լացի, հա, տղան չպետք է մենակ խաղա, բակում պետք է վազվզի, կռիվ անի, վատ բառեր օգտագործի։ Փաստորեն, հա, հիմնական սպասելիքները հավանաբար այս տեսակի երեխա։ Սպասելիքները այս տեսակ են, բայց ասեմ, որ այն մոտեցումը, որը դրսևորվում է ընտանիքի մյուս անդամների կողմից, ոչ միայն չի տա սպասելիքների արդարացում, այլ հակառակ ազդեցություն կունենա, որովհետև երբ որ ձեր սպասելիքները շատ հեռու են երեխայի ներկայիս հնարավորություններից, երեխայի մոտ շատ ավելի մեծ թերարժեքության զգացում ու լարվածություն է լինում ու հետևաբար նա չհաջողելու հավանականությունը շատ ավելի մեծանում է։ Դրա համար կարելի է գոնե փորձել ինչ-որ որակներ զարգացնելու համար երեխայի մոտ ներկայիս իր հնարավորություններից մեկ քայլ ավել անել, ոչ թե այսպես իրենից վերացարկված ինչ-որ որակներ ակնկալել իրենից։ Առավել եւս չպետք է երեխային վարկաբեկել տարբեր պիտակավորել տարբեր ձևերով, շատ ավելի ընդունելի են դրական խրախուսական մեթոդները, հա, այնտեղ որտեղ երեխան ունի հաջողություն, կարող ենք խրախուսել, օրինակ ծառայել, ցույց տալ տարբեր ճանապարհներ, ոչ թե անընդհատ միայն տեսնել բացականը ու փորձել դրանով ավելի ճնշել ու նեղացնել երեխային։ Փաստորեն մայրիկի խնդիրն իսկապես ընտանիքի անդամներին համոզելն է կամ խնդրելն է, որ երեխային չպիտակավորեն, ճիշտ մոտեցում ցուցաբերեն, ինչ անի մայրիկը։ Կարծում եմ այստեղ մայրիկի դերը բավականին մեծ է լինելու, որովհետև նաև անելիքներ ունի երեխայի հետ կապված եւ ընտանիքի մյուս անդամների հետ կապված։ Առաջին հերթին մայրն էլ ինքը պիտի հասկանա, որ այս տեսակ մոտեցումը չի արդարացնի ու այսպես թե այնպես արդյունքում չեն ունենա այն երազած կարծրատիպային տարբերակը, որ ունեն այս պահին։ Ցույց տա նաև ընտանիքի մյուս անդամներին, այդ թվում նաև հայրիկին, որ իր մոտեցումն էլ չի արդարացվի։ Այսինքն այս մոտեցմամբ հայրը ձգտում է ունենալ այսպես բրուտալ կերպար տղամարդկային, բայց իրականում հակառակ ազդեցություն կունենա։ Իսկ եթե հայրը իսկապես ուզում է որոշակի այսպես մի քիչ ավելի տղամարդկային որակներ զարգացնել, ինչը շատ բնական ու ցանկալի երևույթ է, նա կարող է դա անել ուղղակի մոտեցումները փոքրինչ փոխելով արդեն։ Այսինքն, սիրելի մայրիկ, երկրորդ խորհուրդն է զրուցեք ընտանիքի անդամների հետ, նրանց բացատրեք, որ մեր երեխան ունի բնավորության, հա, այսպիսի գծեր, այս տեսակի երեխա է, նրան եկեք այսպիսի մոտեցում ցուցաբերենք, խնդրեք, որ չպիտակավորեն ձեր երեխային, կարծում եմ, երեխայի համար արժե ամեն տարբերակի դիմել, ամեն միջոց կիրառել։ Այստեղ ես նաև խորհուրդ կտա եւ մայրիկին եւ հայրիկին ավելի լավ հասկանալու համար երեխային, ոչ թե օգնեն երեխային իջնի բակ միանգամից մյուսների հետ խաղի մեջ լինեն, նախ տանը իրենք փորձեն տարբեր խաղային իրավիճակներ
տարբերակներ ստեղծել, զրուցել երեխայի հետ։ Շատ կարևոր է, եթե օրինակ հայրիկը ցանկանում է, որ ինքը որպես տղամարդ ապագայում ինքնահաստատվի, այսպես տարբեր իրավիճակներում կարողանա իրեն ճիշտ դրսևորել, ոչ թե խրախուսել մայրիկին ճիշտ դաստիարակել, այլ հայրը դառնա ստանձնի այն կերպարը, որը ցանկանում է տեսնել իր տղայի մեջ, թող հայրիկն էլ ժամանակ անցկացնի երեխայի հետ, ընկերներով հանդիպումների ժամանակ նաև ներգրավեն երեխային, որպեսզի երեխան գտնվի այդ միջավայրում, որտեղ ինքը ունի սովորելու տարբեր հմտություններ։ Այստեղ շատ կարևոր է առաջնային ընդհանուր համաձայնության կալ դաստիարակության մեթոդների միջոցով ու ներգրավվածությունը առօրյայում, խնամքում, նաև դաստիարակության հարցում համատեղ լինի։ Կարծում եմ, երբ որ ծնողները ընդհանուր հայտարարի կան, արդեն տատիկ, պապիկներն ու մյուսները այդպես մեծ դժվարություններ չեն ստեղծի, իրենք էլ արդեն ընդհանուր հայտարարի կգան։ Եղավ անի ամեն ինչ կարծեմ շատ պարզ է եւ մայրիկը ստացավ գործնական խորհուրդներ, առաջիկայում կփորձի դրանք կիրառել համոզված եմ։ Ձեզ շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Երեխայի համար տարբեր խմբակներ հաճախելու անհրաժեշտության կարևորության մասին մայրիկների ակումբում մենք բազմիցս խոսել ենք։ Հատուկ անդրադարձ ենք ունեցել նաև խմբակների միջոցով երեխաներին ծանրաբեռնելու բացասական հետևանքներին։ Այս անգամ սակայն որոշեցինք օգնել այն ծնողներին, ովքեր գիտակցում են սպորտային եւ արվեստի խմբակների դերն ու նշանակությունը երեխայի զարգացման գործում, սակայն ֆինանսական սուղ միջոցների պատճառով նրանց փոքրիկները չեն հաճախում խմբակներ։ Պարզվում է, մեր քաղաքում գործում են բազմաթիվ անվճար խմբակներ։ Հաջորդ տեսանյութը կօգնի ձեզ բացահայտել դրանք։ Ուժեղ, կոփված, խելացի ու զարգացած յուրաքանչյուր ծնող իր երեխային այսպիսին է ուզում տեսնել։ Պատահական չէ, որ վաղ թե ուշ հարց է ծագում, ինչ խմբակ ընտրել երեխայի համար, ուր տանել։ Քիչ չեն դեպքերը, երբ խմբակի վարձավճարը խոչընդոտ է հանդիսանում ծնողի համար, բայց այս դեպքում եւս այլ ընտրանք կա։ Պետությունը հոգ է տարել դրա մասին։ Հայաստանի մարզադպրոցներում գործում են խմբակներ, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից։ Պետական բյուջեից ֆինանսավորվող բոլոր մարզադպրոցները անխտիր անվճար են։ Պետական բյուջեից ֆինանսավորվում են նախարարության ենթակայության 26 մանկապատանեկան մարզադպրոցները եւ պետական աջակցություն ստացող մարզական հասարակական կազմակերպությունների 28 մարզադպրոցներ։ Հայաստանում մարզադպրոցները պատկանում են տարբեր գերատեսչությունների։ Սպորտի եւ երիտասարդության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր դպրոցներն առանց բացառության անվճար են։ Համայնքների, մարզպետարանների ենթակայության տակ գտնվող սպորտային խմբակները նույնպես անվճար են, սակայն այստեղ կան որոշակի բացառություններ։ Արևելյան մարտարվեստի խմբակներ հաճախելու համար պետք է վճարել։ Ընդունելությունը մարզադպրոցներում կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում, այսինքն սեպտեմբերի առաջին օրերին։ Քանակը անսահմանափակ է, յուրաքանչյուր երեխա կամ նրա ծնողը կարող է դիմել մարզադպրոց, նախորդ հայտարարություններ են փակցվում ընդունելության վերաբերյալ եւ ընդունվել մարզադպրոց։ Եթե ձեր փոքրիկ սպորտսմենը հեռանկարային է, նա ոչ մի դեպքում ստվերում չի մնա։ Վճարովի մարզադպրոցներում մեծ ապագա ունեցող մարզիկների համար գործում է նաև զեղչային համակարգ։ Նույնիսկ 18 տարին լրանալուց հետո այդ մարզիկներին աչքաթող չեն անի։ Մանկապատանեկան մարզադպրոցները մինչև 14 տարեկան մանուկների եւ 14-ից 18 տարեկան պատանիների մասին է խոսքը։ Այն պարապողները, որոնք հեռանկարային են եւ որոնք ընդգրկված են հավաքական թիմերի կազմում 18-ից հետո շարունակում են անվճար պարապել մարզադպրոցներում այն մարզիկները, որոնք ընդգրկված են հավաքական թիմերում կամ հանդիսանում են թեկնածուներ հավաքական թիմերի համար։ Զգում եք, որ ձեր փոքրիկի հակումներն արվեստի դաշտից են, երաժշտական եւ արվեստի դպրոցի դռները բաց են նրա առջև։ Ի տարբերություն սպորտ դպրոցների, այստեղ չկան բացարձակ անվճար խմբակներ, սակայն մշակույթի նախարարությունն ամեն տարի որոշակի անվճար տեղեր է հատկացնում յուրաքանչյուր դպրոցի որոշ բաժինների համար։ Ոչ մի խմբակ անվճար չի, հա, դպրոցում միայն 17 անվճար տեղեր է գործում, տարբեր դպրոցներում քանակը տարբեր է, կան մեծ դպրոցներ, որոնք ունեն 50-ից 60 տեղեր, 30, 40, մշակույթի նախարարությունը պետպատվեր համակարգը տրամադրում է ազգային նվագարաններին, փողային նվագարաններին եւ արդեն լարային նվագարաններին։
Արվեստի դպրոցների պետպատվեր համակարգում սովորում են բացառիկ տաղանդավոր երեխաները։ Անվճար տեղերի սահմանափակ լինելու պատճառով տաղանդավոր երեխաների ծախսերի մի մասն իր վրա է վերցնում դպրոցը, իսկ ծնողազուրկ երեխաների նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունն առավել նկատելի է։ Անվճար համակարգում սովորող երեխան, սակայն, հետագայում էլ պետք է արդարացնի ընդունող հանձնաժողովի հույսերը։ Հենց առաջին դասարանից, երբ երեխան ընդունվում է, մեր խորհուրդը մանկավարժական, երեխայի տվյալները ստուգելուց հետո որոշվում է, որ այս երեխան պետք է սովորի անվճար։ Սակայն մենք պայմանագիրը կնքում ենք 1 կիսամյակով, կիսամյակի վերջում ունենում ենք մենք քննություն, եւ եթե որոշ երեխաներ, որոնք սովորում են պետպատվեր համակարգում, նրանք ստանում են ցածր գնահատականներ եւ երկրորդ կիսամյակում պայմանագիր է կնքվում այն երեխայի ծնողի հետ, որի երեխան ստացել է ամենաբարձր բալը։ Փաստ է, համակարգչային տեխնիկան մուտք է գործել մեր կյանք, մեր առօրյա բակային խաղերը հետընթաց են ապրել, բայց հետևողական մայրիկները գիտեն, հենց փոքրուց պետք է երեխայի մեջ սերմանել սերը դեպի արվեստն ու սպորտը, որոնց շնորհիվ վաղը նրանք կունենան գեղեցիկ ներաշխարհ ու մտքեր, իսկ մենք խելացի ու տաղանդավոր սերունդ։ Մայրիկների ակումբը ապագա ու ներկա մայրիկների հավաքատեղ է։ Մեր հավաքներին կարող եք միանալ ամեն աշխատանքային օր ժամը 16:30-ին առաջին ալիքի եթերում։ Եթերից դուրս մենք ունենք անսահմանափակ շփվելու, զրուցելու հնարավորություն։ Facebook սոցիալական ցանցի մեր պաշտոնական էջում մենք կսպասենք ձեզ։ Գրեք մեզ ձեզ հուզող ու հետաքրքրող թեմաների մասին, արեք առաջարկներ, գրեք մեզ, եթե ցանկանում եք մասնակցել մեր տաղավարային քննարկումներին կամ ցանկանում եք, որ ձեր բալիկները նկարահանվեն մեր ծրագրում։ Մեր բոլոր թողարկումները տեղադրվում են առաջին ալիքի կայքում։ Եվ իհարկե, երբեք չդադարեք հավատալ, որ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։